Հայաստանի տարբեր մարզերի մի շարք դպրոցներ այս տարի մասնակցել են կրթական փոխանակման ծրագրի, որը կրում է «Իմ կյանքը» համայնքում խորագիրը։ Նախաձեռնության շրջանակում աշակերտները մի քանի օր ապրել են տարբեր համայնքներում, հաճախել նոր դպրոցներ, ծանոթացել տեղական կենցաղին, սովորույթներին ու բացահայտել պատմամշակութային վայրեր, ստեղծելով նոր ընկալում իրենց երկրի մասին։ Այսօր Գյումրու թիվ 41 դպրոցում ամփոփվում են այդ ծրագրի արդյունքները։ Հայրենասիրության եւ ամենակարևորը հայրենիքի նկատմամբ սեր դրսևորելուն միտված ծրագիր է այս ծրագիրը։ Երեխաները տարբեր դպրոցներում լինելով հնարավորություն են ունենում ծանոթանալ այդ դպրոցի մշակույթին, այդ համայնքի մշակույթին, կենցաղավարությանը, բարբառին ինչու ոչ եւ առհասարակ մի տոնակատարություն է, որին մեր դպրոցը միշտ սիրով է մասնակցում։ Աշակերտները պատմում են, որ նոր համայնքում ապրելն իրենց համար դարձել է ոչ միայն ուսումնական, այլև հոգեբանական ու սոցիալական մեծ փորձառություն։ Սովորել են համարձակ լինել նոր միջավայրում, շփվել տարբեր մշակույթներ կրողների հետ եւ տեսնել Հայաստանը ավելի ամբողջական ու բազմաշերտ։ Այցելել ենք տարբեր վայրեր, եւ թե դասարանը, եւ թե այն ընտանիքը, որը մեզ բաժին էր հասել, մեզ շատ դուր է եկել։ Մեզ համար շատ լավ հնարավորություն էր ծանոթանալու իրենց մշակույթին, իրենց առօրյային եւ ձեռք բերել շատ ընկերներ։ Շատ տպավորված եմ այնտեղի մարդկային արժեքներից, որ նախ եւ առաջ տուն որ հյուրընկալվել էինք, իրենք մեզ հարազատ աղջկան չէին տարբերում։ Դա է շատ տպավորիչ, մեկ էլ մեր դասընկերների հենց առաջի օրը երբ գնացինք դպրոց, իրանք մեզ հենց ընդունեցին, ոնց որ 1000 տարվա հենց ընկերներ։ Ես շրջել եմ ամբողջ Գետահովիտով եւ Իջևանով, տեսել եմ այնտեղի մի շարժան վայրերը եւ եկեղեցիները։ Շատ դուր եկավ, եթե նոր լինի այդպես ծրագիր, ես կմասնակցեմ։ Ծրագիրն իրականացվել է Կզնակ հիմնադրամի նախաձեռնությամբ, որի նպատակն է զարգացնել միջհամայնքային կապերը, խթանել փոխադարձ ճանաչողությունը եւ ստեղծել կրթական այնպիսի մեթոդներ, որոնք կարող են երկարատև ազդեցություն ունենալ երեխաների վրա։ Դպրոցները իրենք են ընտրում ծրագիրը, կարելի ասել, որովհետեւ բաց հայտարարություն է լինում, տալիս ենք որոշակի ժամանակահատված եւ դպրոցները հնարավորություն ունեն դիմելու ծրագրին։ Ծրագրին դիմելուց հետո բնականաբար արդեն ընտրվում են դպրոցներ, որոնք կհյուրընկալեն որևէ դպրոցի աշակերտներին եւ հակառակը։ Տարեկան տարբեր թվեր ենք ունենում, այս տարվա մասին կխոսեմ, 27 դպրոց է ներգրաված ծրագրում։ Տարվա մեջ մեկ անգամ է լինում եւ սովորաբար այդ ընթացքում երեխաները լինում են այդ համայնքում, հաճախում են այդ համայնքի դպրոցներ, շրջում են, իրենք ունենում են հատուկ օրակարգ։ Միջոցառմանը ներկա էին նաեւ Մանկավարժական համալսարանի ռեկտորը եւ համալսարանի մի շարք աշխատակիցներ, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներ ու կրթական ոլորտի մասնագետներ, ինչպես նաեւ այլ համայնքներից ժամանած հյուրեր։ Նրանք բարձր գնահատեցին ծրագրի կրթական ու սոցիալական նշանակությունը, ընդգծելով, որ նման նախաձեռնությունները ձևավորում են բաց, հաղորդվող եւ հայրենիքի մասին խորացված պատկերացում ունեցող սերունդ։ Սյուզաննա Խարատյան, Խան Հովհաննիսյան, այսօր։